Այսօրվանից կսկսեմ նայել, թե ինչ է սպասում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ, հունիսի 7-ից 13-ը։ Ես ինչքան հասկանում եմ, Հայաստանում ընտրություններ են լինելու հաջորդ շաբաթ, հունիսի 7-ին, հույսով եմ անցնեն խաղաղ, առանց խնդիրների։ Շատ լավ, առաջինը գնայինք խոհերին, տեսնենք ինչ է սպասում խոհերին հաջորդ շաբաթ, հունիսի 7-ից 13-ը։ Ինչ է սպասում խոհերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցերում, աշխատանքում և ֆինանսներում։ Տրամադրությունը նայում եմ այսպիսին, տեսնում եմ այստեղ պուրակ։ Այսինքն մի շաբաթ խոհերը կուզեն ավելի շատ տնից դուրս գալ, միգուցե ավելի շատ լինել բնության վայրում, կամ միգուցե տեսարժան վայրեր այցելել, տեսակ ամառային տրամադրության մեջ կլինեն։ Խոսակցություններ կլինեն նաև շատերի հետ, տարբեր մարդկանց հետ, բայց ամեն դեպքում կուզեն լինել ավելի շատ տնից դուրս։ Գնացեք պիկնիկի, հարգելիներս, վերջապես ամառ է, եղանակը կլինի հույսով եմ տաք, գեղեցիկ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ ձկներ։ Տեսնենք ինչ է նշանակում ձկներ անձնական հարաբերություններում։ Շատ տարբեր տեսակի մարդկանց հետ կշփվեն։ Շատ տարբեր։ Եվ տարբեր զգացողություններ էլ կունենան։ Դե եթե տեսարժան վայրեր այցելեն, տնից շատ դուրս գան, բնականաբար շատ մարդկանց հետ էլ կարող են շփվել։ Եվ միգուցե մենակ չեն գնում։ Գնում են ինչ-որ ընկերների կամ հարազատների հետ, տեսնենք։ Այո, կարող եմ ասել։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ բանալի, տեսնում եմ այստեղ օձը, ոչ մի բացասական բան չեմ տեսնում, դրա համար օձը այստեղ կլինի պարզապես տարիքով կին, ազգական, միգուցե ամուսնացած, մի քիչ սուր լեզու ունի, միգուցե սուր հումոր ունի, չգիտեմ, սև հումոր, միգուցե, բայց ես չար մարդ չեմ տեսնում եւ ոչ մեկին օծություն չի անում։ Տեսնում եմ ծառ, որը առհասարակ ընտանիքի մասին է խոսում։ Տեսնում եմ աշտարակ եւ տեսնում եմ սրտի կարտը։ Ասում եմ, այստեղ շատ մարդկանց հետ կարող եք շփվել, շատ մարդկանց հետ, նաեւ այստեղ տեսնում եմ թագավորը կարող է լինել ինչ-որ բանի նաեւ մասնագետ, ինչ-որ մասնագետի մոտ է գնում ինչ-որ հարցով։ Ես այստեղ ասեմ ինչ եմ տեսնում, առաջի հերթին կարող եմ ասել, որ եթե ընտանիքի մասին է խոսքը, այստեղ կին եմ տեսնում, այստեղ նաև երիտասարդներ եմ տեսնում, բանալին ձեր ձեռքում է, ինչ-որ խոսակցություններ են իմ ընտանիքով հաստատ, որտեղ ծառ եմ տեսնում, այսինքն ինչ-որ որոշում է կայացնում, ինչ-որ ճանապարհի հետ կապված ընդ որում հեռու ճանապարհ է, առայժմ ճանապարհը փակ եմ տեսնում, այսինքն կամ պարզապես դեռ որոշում եք կայացնում, դեռ ոչ միտեղ չեք գնում, կամ պարզապես ցանկությունը կա, հնարավորություն առայժմ չկա, բայց ես տեսնում եմ սիրտ վերջում, այսինքն ինչ էլ որ լինի, եթե որոշումը կայացնում եք, ուզում եք ինչ-որ տեղ գնալ հանգստանալու ընտանիքով, կամ ձեր ընտանիքի, չգիտեմ, այլ անդամների ուզում եք այցելել, ապա ի վերջո շատ հաջող կլինի, ինչ էլ որ անեք, պարզապես հաջորդ շաբաթ միգուցե պարզապես որոշումը կայացնեք։ Մյուս կողմից ինչ կարող եմ տեսնել, եթե կա ընտանիքում կին, կարող է լինել մի քիչ տարիքով, կարող է լինել ոչ շատ մեծ տարիքով, նաև ոչ շատ մեծ տարիքի, բայց ամուսնացած ամենայն հավանականությամբ, ծառը կարող է նաև նշանակել առողջություն։ Երևի առողջական իմաստով ինչ-որ խնդիրներ եղել են, բայց ոչ շատ լուրջ, ուղղակի շատ վերջերս, շատ մոտ ժամանակահատվածում։ Բանալիով էլ տեսնում եմ, վերջում սրտով էլ տեսնում եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Եթե սա մասնագետ էր, բժիշկ էր, ասենք, նման ինչ-որ կամ չգիտեմ, ինչ-որ մեկը, որ խորհուրդ է տալիս կամ ինչ-որ բուժմամբ է զբաղվում, չեմ կարող ասել ինչ մասնագետ կլինի, ամեն դեպքում վերջում տեսնում եք, ինքներդ եք տեսնում, սիրտ եմ տեսնում եւ այստեղ տեսնում եմ բանալի, այսինքն ամեն ինչ հաջող է լինելու, անկախ նայած ճանապարհորդության եք ուզում գնալ կամ ընտանիքով հավաքվել ինչ-որ մեկի տանը, եթե առայժմ նույնիսկ դեռ որոշումն եք կայացնում, դեռ չեք գնում, ապա ամեն դեպքում կարծում եմ, որ ոչ մի խանգարող հանգամանք չպետք է լինի։
Իսկ եթե առողջական խնդիր էր, ինքներդ տեսնում եք, կլավանա, առաջ խաղացում կլինի եւ մարդու առողջությունն էլ կլավանա։ Աշխատանքում տեսնում եմ 9 եւ դագաղի կարտով կարող եմ ասել աշխատանքում ինչ-որ փոփոխություններ կլինեն կամ ինչ-որ մի բան կվերջանա։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը։ Շատ լավ եմ տեսնում։ Ասեցի ինչ-որ բան կվերջանա, տեսնում ենք Քյարփինջի 9-ով։ Ես տեսնում եմ, որ ինչ-որ կայուն ստաբիլ աշխատանք ունեցել եք, բայց մի տեսակ կանգնել էր գործը, այս կանգնած ձանձրալի վիճակը, գործը շատ չէր, եթե չգիտեմ ինչ գործ եք անում, հաճախորդները քիչ էին, փոփոխություն կլինի, այսինքն ղարինից գանք Քյարփինջիին, այսինքն դրական փոփոխությունը կլինի դրական հարգելներից, չեմ կարող ասել ինչ։ Ձանձրույթը կթողնեք գնաք, փոխվի, ավելի աշխույժ կլինի միգուցե աշխատանքը, տեսնում եմ այստեղ լուսնով կասկածներ, որտեղ այնքան երկար ժամանակ գործը կանգնած է եղել կամ քիչ է եղել կամ լավ չի եղել, այս կայուն վիճակը իրականում ձեզ համար այնքան էլ հաճելի չի եղել, որտեղ տեսնում եմ դուք լուսնով ինչ որ կասկածներ, վախեր, անհանգստություններ, բայց այդ բոլորը կփոխվի։ Բոլորը կփոխվի եւ տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ 10-ը։ Մարդիկ եթե հաճախորդների հարցներ, հաճախորդները կավելանան, գործը կշատանա եւ շատ հաճելի մարդկանց հետ աշխատում եք եւ հաճելի մարդիկ էլ կլինեն աշխատանքի վայրում։ Ես տեսնում եմ միայն հաճելի շփումներ, իսկ վերջում տզովել շատ լավ կլինի։ Փոփոխությունը կլինի միայն դրական։ Ես ոչ մի խնդրեմ չեմ էլ տեսնում, որ ունեցել եք, պարզապես մի քիչ երևի գործը դանդաղ կանգնած է եղել, իսկ հիմա կսկսի աշխուժանալ։ Ֆինանսներում տեսնում եմ տուզ եւ տեսնում եմ արև, շատ լավ է։ Ինչ պլաններ ունեք ֆինանսների հետ, ինչ ակնկալիք, ինչ գործունեություն, ինչ գործարք, ինչ էլ որ անում եք, հարգելներս շատ լավ կլինի։ Ուրիշ ոչ մի կարճ չեմ հանի։ Որ խոյին ինչպես էլ որ վերաբերում է, ինչ գործեր ունեք ֆինանսների հետ, սպասում եք, ծախսում եք, գումար է պետք հանգստանալու գնալու, վարկ եք վերցնում, ինչ ուզում եք անեք, արև եմ տեսնում եւ տուզն էլ ինքներդ տեսնում եք։ Ֆինանսական բոլոր գործարքները հաջորդ շաբաթ կլինեն ձեզ համար շատ հաջող։ Ինչն էլ ես ձեզ սրտանց կամենում եմ հարգելներիս։ Հաջորդը տեսնենք ցելերին, ինչ է սպասում հաջորդ շաբաթ հունիսի 7-ից 13-ը։ Ինչ է սպասում ցելերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ մի տեսակ տխուր ամպեր են կուտակված, չեմ կարող ասել ինչու է տխրությունը, ինչու պարզապես մենակ են ինչ որ ժամանակ ցելերը, մտքերով են տարված, չգիտեմ, տեսնենք ինչին է վերաբերում անձնական հարցերին, աշխատանքին, թե ֆինանսներին, ինչու՞մն է պատճառը իրենց տխրության։ Տեսնում եմ այստեղ օծի կարտը անձնական հարաբերություններում։ Սա կին է, կարող է լինել ամուսնացած կին, ազգականուհի, հարևանուհի, բարեկամ կամ ընկերուհի պարզապես, ամենայն հավանականությամբ ամուսնացած կին է։ Տեսնենք։ Տեսնենք, այստեղ ինչեր եմ տեսնում այդ կնոջ հետ կապված։ Շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Անկեղծ ասած, շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ սարը, տեսնում եմ առնետները, այգին ղարի ութով, երեխա, ճանապարհը փակ է, մի քիչ շատ եմ տեսնում սև։ Տեսնենք սա ինչի հետ է կապված, բայց վերջում շատ լավ է վերջանում ամեն դեպքում։ Առաջինը, որ մտքովս անցնում է, միգուցե ինչ-որ ազգականուհի, ինչ-որ կին կա, որի հետ մի փոքր վիճել եք, խնդիր ունեք, չեմ կարող ասել ինչի հետ է կապված վիճելը, բայց այսպես լեզվակռիվ եմ տեսնում, ղարի ութով,
Մի տեսակ չեք խոսում իրար հետ, ինձ թվում է, որտեվ այստեղ միտեղ առին յովեցել էի տեսնում։ Դուք իրար հետ շատ բարի դրացական հարաբերությունների մեջ եք եղել։ Եթե հիշում եք, այստեղ տեսնում եմ կին, իսկ այստեղ տեսնում եմ տղամարդ։ Սա երկու հոգու մասին է։ Ես չեմ կարող ասել իրենք ամուսիններ են, ամենայն հավանականությամբ ամուսիններ չեն։ Կարող է լինել քույր եղբայր, կարող է լինել ինչ որ այլ ազգականներ, հարևան չէ, սա ազգականներ են, որտեվ հաջորդը ես այստեղ ծառ եմ տեսնում եւ մատանի եմ տեսնում։ Գիտեք, ես չեմ կարծում սա կարող է խնամիներ լինեն, այդպես էլ կարող է լինել, որտեվ ամուսնական մատանի ցույց է տալիս, որ դուք իրար հետ ամեն դեպքում ինչ որ ազգակցական կապ ունեք, նույնիսկ ծառով էլ, դա ինչ որ ընտանիքի անդամ եք, բայց չեմ կարող ասել զարմիկ զարմուհի են, քույր եղբայր են, չեմ կարող ասել ճիշտ ասած ամուսնու կամ կնոջ կողմից ազգականներ են, ամեն դեպքում ինչ որ խնդիրներ եղել է ձեր մեջ, այս կնոջ եւ այս տղամարդկանց մեջ ընտանիքում ինչ որ խնդիր է առաջացել, լեզվակռիվ, հիմնականում լեզվակռիվ եմ տեսնում, բայց իրենք իրականում նորմալ հարաբերությունների մեջ եղել, ուղղակի հիմա կապը կտրվել է, այլ շփում չկա իրենց մեջ։ Չեմ կարող ասել ով է ճիշտ եղել, ով է սխալ, բայց ես տեսնում եմ, որ իրենց մեջ ճանապարհ չկա, որտեղ աշտարակ է հարաբերությունները, որ այսպես միգուցե նույնիսկ մանկուց են իրար ճան, դե ազգական են մանկուց էլ իրար ճանաչում են հավանաբար, իսկ հիմա մի տեսակ կապը խզվել է։ Կապը խզվել է, իրենք այո, ընտանիքի անդամներ են։ Էլ եմ ասում, ամուսնություն չեմ տեսնում, ընտանիք եմ տեսնում։ Եվ կա հնարավորություն հարաբերությունները լավացնելու։ Ծառնել է նշանակում ընտանիք ամուսնություն, էլ կարող եմ ասել վստահ, որ սա ընտանիքի անդամ է։ Ամեն դեպքում տեսնում եմ, որ ինչ որ առաջ խաղացում կա, բայց ինչ-որ քայլ պետք է անել, հնարավոր է, բայց սա միայն ընդամենը 7-ն է, այսինքն հնարավորություն կա հարաբերությունները շտկելու, բայց ինչ-որ մեկը պետք է քայլ անի։ Ես այստեղ էլ եմ տեսնում ծաղիկներով ստվերում, որ հնարավոր է այս իրավիճակը փոխել, չափից մարդիկ ազգական բարեկամ են եղել, ուղղակի վաղուց չեն շփվում։ Ընդ որում տեսնում եմ կինը հակառակ կողմն է նայում, կինն է ըստ էության վիրավորված կամ նեղվածը, տղամարդը նայում է դեպի կինը, տեսնում եք, դեպի կնոջ կողմն է նայում, կինը հակառակ, այսինքն տղամարդը երևի ինքն է նեղացրել եւ շահագրգռված է, ուզում է հետը շտկել հարաբերությունները եւ հաշտվել, եւ տեսնում եմ կարտերով, որ հնարավորություն կա, ուղղակի պետք է քայլ անել։ Իսկ եթե չխոսենք հարաբերություններից, եթե հանկարծ կարող է, չգիտեմ, ծառով, ես ճիշտ ասած չեմ տեսնում, հնարավոր է, որ տանը ինչ որ կին կա, որը առողջական խնդիրներ է ունեցել եւ ինչ որ տևական ժամանակ էլ ունեցել է։ Միգուցե տարել եք տարբեր բժիշկների մոտ, ամեն անգամ մի նոր բժիշկ նայում է, ուսումնասիրում է, ոչ մի բան չեն կարողացել ասել առանձնապես, ճիշտ ասած, շատ լավ դրական նորություններ ձեզ չեն ասել, բայց ես այստեղ ծառով տեսնում եմ, որ լավ է լինելու։ Ես չգիտեմ, միգուցե նոր մասնագետ գտնեք, նոր մասնագետի մոտ տանեք, բայց ես ծառը տեսնում եմ առաջ խաղացում եւ սրտի 7-ով էլ տեսնում եմ, որ իրականում հիվանդը այդպես շատ ծանր հիվանդ չպետք է լինի, ուղղակի միգուցե տարբեր մասնագետների մոտ եք տարել։ Վերջինը մատանիով տեսնում եմ, որ ինչ որ մի նոր մասնագետ եւս կարող է լինել եւ իր առողջությունը կվերականգնվի։ Ну, ես չեմ կարող ասել մի շաբաթում կվերականգնվի, բայց կարող եմ ասել, որ ամեն դեպքում աճով նաեւ եւ 7-ով էլ կարող եմ ասել, որ առողջությունը անպայման կլավանա ավելի, մարդը կկազդուրվի ի վերջո, ուղղակի եթե նոր մասնագետի մոտ տանեք։ Երկրորդը բանալին տեսնում եմ աշխատանքի համար, տեսնենք ձեր գործերում ինչ է նշանակում բանալին, հարգելի ցելեր։ Դե բանալին նշանակում է, որ ցանկացած հարց խնդիր, ինչ էլ որ լինի, հաջորդ շաբաթ ձեր ձեռքում է լուծումը։ Եվ տեսնում այստեղ արև, այսինքն պետք է որ ձեր աշխատանքում կամ ձեր գործերում ամեն ինչ լինի շատ հաջող։ Երևի էլ ճիշտ կլինի կարճ չհանել, բայց ամեն դեպքում կհանեմ։ Բայց արևն ինքնին դուրս եկավ, բանալին ինքը երկուսն էլ շատ հաջող, շատ լավ կարտեր են։ Հաջորդը դուրս թրավ ճանապարհը, մի կարտ էլ հանեմ։ Շատ լավ եմ տեսնում, տեսեք։ Շատ աշխատանքի եւ գործերի հետ կապված հաջորդ շաբաթ շատ լավ հաջող կլինի ցելերի համար։ Աշխատանքի եք փնտրում կգտնեք։ Հարցազրույցի պետք է գնայեք շատ հաջող կանցնի։ Նոր աշխատանքի եք անցել շատ գոհ կլինեք։ Սրանից լավ կարտեր չէր կարող լինել։ Ինչ որ ընտրության առաջ եք կանգնած եղել, որոշում պետք է կայացնեք աշխատանքի հետ կապված կկայացնեք, որոշումը եւ բանալին ձեր ձեռքում է։ Որոշումը կկայացնեք, շատ ճիշտ որոշում կկայացնեք, տզովել եմ տեսնում արևով էլ եւ վերջում դուք կլինեք շատ գոհ։ Աշխատանքի հարցում ոչ մի խնդիր չի լինի։ Իսկ եթե լավ էր աշխատանքը, այդպես լավ էլ կլինի, ոչ մի փոփոխություն չի լինի։ Իսկ ֆինանսներում տեսնում եմ կոնկրետ ֆինանսների կարտը, հարգելիներս։
Այս ամպերը փաստորեն մի քիչ անձնական հարցերի շուրջ էին։ Ինչ որ մեկից նեղված եք, չեք կարողանում ճիշտ երևի խոսքեր գտնել ասելու, չեք կարողանում հասկանալ ինչպես կարող եք հաշտվել, եթե այդպիսի խնդիր կա, կամ մարդը առողջական խնդիրներ ուներ նեղվում եք, բայց ես էլ եմ ասում, առաջ խաղացում կլինի, նոր մասնագետի մոտ եթե տանեք։ Մնացած աշխատանքում եւ ֆինանսներում ամեն ինչ շատ լավ էր, շատ, ես կասեի չափազանց լավ էր։ Հարգելի ցրե, դե աշխատանքում ամեն ինչ լավ էր, բնականաբար աշխատավարձն պետք է ավելի լավ լինի։ Այո, տեսնում եմ ֆինանսներով ծախսեր ունեք, դե ոնց կարելի է ծախսեր չունենալ, հնարավոր է շատ մանր մունր ծախսեր են, բացարձակ ձեզ, այսպես ասեմ, ձեր բյուջեին չի խանգարում ոչ մի ձևով, որովհետև գումարները գալիս են, դուք գումար վաստակում եք շատ ավելին, քան ձեր մանր մունր ծախսերն են։ Ես այստեղ արագիլով տեսնում եմ փոփոխություն եւ տեսնում եմ ինչ որ ճանապարհի հետ է խոսակցություն, ճիշտ ասած, ինչ որ ճանապարհի մասին էլ խոսակցություններ կան։ Ես տեսնում եմ երկու կին, չեմ տեսնում տղամարդիկ, բայց դա նշանակություն չունի։ Այսինքն խոսակցություններ կան, ճանապարհ ուզում եք ինչ որտեղ գնալ հանգստանալու, կարող է երկրից դուրս, կարող է երկրի ներսում, որտեղ սա տեղափոխության նաև կարտն է։ Դեռ զրուցում եք, դեռ խոսում եք, տեսնում եք, այստեղ տեսնում եմ եւ սրտի 8-ը եւ տեսնում եմ ղարի 8-ը։ Այսինքն ըստ երևույթին այստեղ խոսակցությունները եւ կասկածները լուսնով վայրի մասին է, ուր գնալ։ Ըստ երևույթին դուք գումարը ունեք, ծախսերը ձեր գրպանին շատ հարմար են, դուք պարզապես որոշում եք ուր գնալ եւ եթե ինչ որտեղ մի փոքր խոսակցությունները շարունակվում են, որովհետեւ վերջնական որոշում եթե չեք կայացել, որովհետեւ չեք կարողանում կողմնորոշվել թե ուր գնալ։ Եվ ի վերջո տեսնում եմ ժամադրության կարգը, այսինքն ուր էլ գնաք շատ հաճելի ժամանակ եք անցկացնելու հարգելի ցելեր։ Պարզապես ընտանիքով նստեք, որոշեք ուր եք ուզում գնալ։ Ես կարծում եմ դուք ունեք ֆինանսներ եւ կարող եք դուրս գնալ երկրից եւ ներսում էլ, բայց նորից եմ ասում, ուր էլ որոշեք եւ ուր էլ գնաք, շատ հաճելի ժամանակ անցկացնեք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում երկօրյակներին հաջորդ շաբաթ, հունիսի 7-ից 13-ը։ Ինչ է սպասում երկօրյակներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ինչ հետաքրքիր է, աչքներիդ առաջ այդքան խառնում եմ։ Նույն կարտը դուրս եկավ, երկօրյակներն էլ կլինեն բավականին տխուր։ Տխուր, մի տեսակ, չգիտեմ, մտազբաղ, անհանգիստ, շատ անհանգիստ, շատ այսպես ամպեր են կուտակված, մի տեսակ անորոշ վիճակ է եւ անորոշ տխրություն եւ տագնապ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ ղարի 9-ը, տեսնում եմ կայունության կարտը անշարժ, այսինքն շատ սպասողական վիճակ է կարծես թե անձնական հարաբերություններում, տեսնենք, ինչին է վերաբերում։ Տեսնենք։ Շատ տարօրինակ հետաքրքիր բաներ եմ տեսնում եք շատ հետաքրքիր երկօրյակների համար շատ հետաքրքիր շաբաթ է լինելու հաջորդ շաբաթ, սկսվում է տզով, վերջանում է տզով։ Գիտեք, այստեղ այս ստաբիլ կայուն վիճակը իրականում, այսինքն ինչ որ տագնապ կա, ինչ որ անհանգստություն կա, ինչ որ մի բան ձեր ուզածով չի շարժվում։ Ես չեմ տեսնում, որ այստեղ դուք ինչ որ ոնց բացատրեմ։ Այսինքն տեղից չի շարժվում, խարսխով հասկանում եք, կանգնած է ամեն ինչ, բայց ձեզ համար դա բացասական է։ Իրականում դուք այսպես արևով շատ մեծ հույսեր ունեք, մեծ ցանկություններ, մեծ ձգտումներ ունեք։ Դուք իրականում շատ վստահ եք ձեր վրա, դուք ձեզ շատ հզոր եք զգում, եւ դրա համար դուք այսպես վստահ եք, որ ամեն ինչ ձեր անձնական հարաբերություններում, մարդկանց հետ շփումներում, չգիտեմ ինչ է կատարվում, ինչի մասին է խոսքը։ Դուք շատ այսպես շատ ինքնավստահ եք։ Արևով սա ձեր մոտեցումն է, այսինքն ամեն ինչ պետք է շատ լավ լինի։ Ձեզ թվում է, որ չկա մի բան, որ դուք չեք կարողանալու անել այս շաբաթ։ Դուք ձեզ շատ հզոր, այսպես արջի պես հզոր եւ անհոգ եք զգում։ Ձեզ թվում է, որ դուք շատ մոտ եք ձեր երազանքներին, ձեր ցանկություններին։
Բայց ավաղ պետք է ասեմ, ոչ բոլոր երկվորակներն են հասնելու իրենց ցանկություններին աստղերով, որովհետև ես տեսնում եմ առնետերը, այսինքն կորուստներ, ես վերջում գարի տուզ։ Ես չեմ կարող ասել կինը այստեղ ինչ է նշանակում, չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը այստեղ։ Եթե այստեղ անձնական հարաբերությունների մասին լինի, 9 կարող է, բառը 9 նշանակել անձնական նաև հարաբերություններում, ինչ որ հարց կանգնել էր, կին տղամարդ հարաբերություններում, չեմ կարող ասել ամուսնացած են, ամուսնացած չեն, ամուսնություն չեմ տեսնում, կարող է եւ ամուսնացած լինի, կարող է չլինել։ Այսինքն անձնական հարաբերություններում ինչ որ բան կանգնել էր։ Իրականում տզով տեսնում եմ, որ հարաբերություններ եղել են եւ շատ ջերմ հարաբերություններ են եղել, տղամարդը այսպես չափից ավել ինքնավստահ եւ թվում է թե ամեն ինչ իր ուզածով է, ամեն ինչ ինչպես ինքն ուզում է, այդպես էլ պետք է լինի եւ ինքը իրավիճակի տերն է, բայց իրականում տեսնում եմ կինը հեռանում է իրենից։ Իրականում կինը տեսնում եմ հեռանում է իրենից, կինը բոլորովին այլ կողմ է նայում։ Ես այստեղ տղամարդ չեմ տեսնում, արջը կարող եմ ասել տղամարդ որպես, իսկ այստեղ կորուստը կարող եմ ասել կինը հեռանում է։ Դե սա անձնական հարաբերություններում է, ես չեմ կարող ասել սա ամուսնացած են, ամուսնացած չեն։ Ինձ թվում է ամուսնացած չեն ամեն դեպքում հարաբերություններ են, ուղղակի շատ հետաքրքիր է, որ մարդը շատ այսպես ինքնավստահ է։ Ամեն դեպքում հարաբերություններում կարծում եմ այստեղ մարդիկ կան, որ շատ ինքնավստահ, շատ այսպես վստահ էին, որ շատ մոտ են իրենց երազանքներին, ցանկություններին, բայց իրականում ինչ որ կորուստ կունեն, ինչ որ մեկ իրենցից կհեռանա։ Իսկ աշխատանքում տեսնում եմ սիրտ։ Այնտեղ որտեղ սիրտը պետք է անձնական հարաբերությունները չեմ տեսնում, իսկ այստեղ տեսնում եմ աշխատանքի վայրում տեսնում եմ սիրտ։ Տեսնենք ինչ է նշանակում։ Փաստորեն ամպերը, որ կուտակված էին առաջին կարտը տրամադրության, վերաբերում էր անձնական հարաբերություններին։ Տեսնենք իսկ գործերում սիրտը ինչ է նշանակում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում աշխատանքի եւ գործունեության հետ կապված։ Եթե հիշում եք, տեսնում էի սիրտ։ Այս չեմ կարող ասել սիրտը այստեղ ինչ է նշանակում։ Դուք սիրում եք ձեր գործը, դուք շատ կապված եք ձեր գործին, ձեզ սրտովն է ձեր գործը, ձեր ինչով որ զբաղվում եք, գործունեություն է, ինչ էլ որ անում եք, եւ կանանց է վերաբերում եւ տղամարդկանց շատ կերպարներ եմ տեսնում, դուք հաստատ մենակ չեք աշխատում, ասենք տնից մենակ համակարգչի առաջ, եթե այդպես էլ է, շատ հաճախորդներ ունեք, չեմ կարող ասել, բայց շատ մարդիկ կան ձեզ հետ աշխատում են, կան ինչ որ, չնայած որ էլ եմ ասում, դուք շատ ձեզ հանգիստ լավ եք զգում ձեր աշխատանքի վայրում, բայց ամեն դեպքում ինչ որ կասկածներ, վախեր կան, չնայած դուք ունեք այսպես սրտի վեցով աստղերով կարող եմ ասել, դուք շատ ավելի հեռու գնացող պլաններ ունեք, բայց ինչ որ խոչընդոտներ տեսնում եմ, ամեն դեպքում այլ տղամարդկանց կողմից ինչ որ խոչընդոտներ կան, ամեն դեպքում դուք կանգնելու եք ինչ որ ընտրության առաջ։ Ինչ որ ընտրության առաջ կանգնելու եք, սա կարող է լինել խնդիրներ տղամարդկանց հետ եւ կոնկրետ վեճեր։ Լեզվակռի վեճեր, չեմ կարող ասել, չէ, տղամարդկանց պատճառով խնդիրներ կունենաք եւ կանգնած կլինեք մի տեսակ ընտրության առաջ։ Դրանից հետո ես տեսնում եմ այստեղ ճանապարհի կարտը եւ փոփոխության կարտը։ Փոփոխություն հնարավոր է եւ դրական փոփոխություն։ Վերջում տեսնում եմ այստեղ ժամադրության եւ ծաղիկների գեղեցիկ կարտը։ Ես ստերում էլ տեսնում եմ այստեղ հերու ճանապարհ, գիտեք, շատ տարօրինակ եմ տեսնում։ Եթե ինչ որ խոչընդոտներ, հանգամանքներ կան ձեր ցանկություններին, անգամ եթե չհասնեք, ես չեմ տեսնում, որ դուք տխրում եք, առանձնապես նեղվում եք, ընդհակառակը չգիտեմ, միգուցե դուրս գաք աշխատանքի, գնաք մեկ ուրիշ տեղ, ինչը ձեզ համար ավելի լավ կլինի։ Շատ հետաքրքիր եմ տեսնում, բայց փոփոխություն կարող է լինել, որովհետև դուք ընտրության առաջ եք կանգնելու։ Եթե հասկանում եք, որ ձեր ցանկությունները չեն իրագործում, դուք շատ ուզում եք, շատ։ Չգիտեմ, ինչ եք ուզում աշխատանքի վայրում, հարգելից, տեսեք, սա սրտով, այսինքն դուք շատ ուզում եք, ինչ որ առաջ խաղացման մասին, ինչ որ ցանկության մասին է խոսքը, վախեր, կասկածներ կան, բայց դուք ուղղակի շատ եք ուզում։ Իսկ սա էլ եմ ասում, մարդիկ կան, որ ձեզ խանգարում են, ձեր ճանապարհին մարդիկ են կանգնած։ Եվ ի վերջո դուք ընտրության առաջ եք կանգնելու, պետք է ընտրություն կատարեք, իսկ սա փոփոխության կարգ է, ընտրությունը դուք կկատարեք։ Եվ ուր էլ որ գնաք, ինչ էլ որ անեք, աշխատանքից դուրս եք գալիս, աշխատանքի մնում եք, մեկ այլ պաշտոնի եք անցնում կամ մեկ այլ, չգիտեմ, գործ եք անում, ի վերջո ձեզ համար լավ կլինի, ինչ էլ որ լինի, ձեզ համար լավ կլինի։ Միգուցե ամեն ինչ չլինի ինչպես որ դուք եք ուզում, բայց ես վերջում տեսնում եմ, որ դրական կավարտվի ամեն ինչ։
Իսկ գումարներում տեսնում եմ գերանդին։ Գերանդին նշանակում է կտրում է, վերջանում է ինչ-որ բան, դրական իմաստով, եթե վարկ ունեիք, փակեցիք, վերջացավ, երանի ձեզ շատ լավ է, վարկը փակեցիք։ Եթե ինչ-որ ծախս ունեիք անելու մեջ, չգիտեմ, տուն եք ուզում գնել, դա կլորիկ մեծ գումար է գնում ձեզնից, բայց գնում է լավ իմաստով, որտեղ դուք ուզում եք, ձեր երազած տունն եք ուզում գնել։ Նույն հաջողությամբ կարող է գումարը գնալ, չգիտեմ, տարբեր նպատակներով, ծախս եք անում, ձեզ համար հաճելի ծախսեր եւ ֆինանսները գնում են։ Տեսնենք։ Ինչ է ասում գերանդին ֆինանսների հետ կապված։ Ուպս։ Ինչ է նշանակում գերանդին։ Տեսնում եմ 9, էլի եմ տեսնում 9։ Ինչ որ փոփոխություն, ինչ որ բան է փոխվում։ Ես չեմ կարող ասել որտեղ ինչ է փոխվում, չեմ կարող ասել դուք ֆինանսների հետ ինչ գործարքներ ունեք, ինչ խնդիրներ ունեք ֆինանսների հետ, ինչն է կտրվում ձեզնից, հարգելիներս։ Անկեղծ ասած չեմ կարող ասել։ Ես մեծ ֆինանսական կորուստներ չեմ տեսնում։ Շատ լավ կարտեր եմ տեսնում։ Մեծ փոփոխություն կնի, միգուցե ինչ-որ պարտք ունեք, պարտն եք փակում վերջացնում, կամ պարտք եք վերջացնում, կամ ձեզ գումար պետք է տային չեք կարողանում ստանալ, վերջը կստանաք, ձեր գումարները ձեզ ետ կգան։ Եթե վարկ եք փակում, եթե, չգիտեմ, ինչ գործարք կար, ինչ եք ուզում անել եւ ինչ որ վերջանում է։ Եվ վերջանում է դրական, այսինքն փոփոխությունը շատ մեծ փոփոխություն կլինի, եւ դա կլինի դրական փոփոխություն, եւ դուք այդ մասին լուրը կիմանաք։ Ձեզ լավ լուրը կասեն, փոփոխվել է, վերջացել է, ինչ որ խնդիր կար ֆինանսների հետ կապված, շատ ուրախանում եք։ Այստեղ տեսնում եմ արագիլը, տեսնում եմ սարը եւ տեսնում եմ բանալի։ Այս լուրից հետո, փոփոխությունից հետո ինչ որ երկու անգամ են փոփոխություն տեսնում։ Եթե տան համար է, ես գիտեմ Հայաստանում հիմնականում եթե վարկ վերցնում են, տուն գնելու համար են վերցնում։ Եթե այդպիսի հարց ունեք, տնից տուն եք տեղափոխվում, ապա կտեղափոխվեք, լուրը կգա, ասեցի, ֆինանսներում կլինի փոփոխություն, եւ դուք իրականում լավ լուրը կգա եւ դուք տեղափոխություն հնարավոր է, չեմ կարող ասել որտեղից որտեղ եք տեղափոխվում, երկրից դուրս եք տեղափոխվում, թե երկրում մի տեղից մի տեղ բնակության վայրն եք պարզապես փոխում, մի փոքր ծախսեր ու խնդիրներ կլինեն, ամեն ինչ շատ հալած յուղի պես չի լինի, ինչ որ խոչընդոտ կարող է առաջանալ, չեմ կարող ասել ինչ, բայց բանալիով ամեն ինչ ձեր ձեռքում է։ Դուք կարող եք ցանկացած հարց շատ հեշտությամբ լուծել ֆինանսների հետ կապված։ Ինչ էլ որ վերջանում էր, իրականում շատ դրական էր վերջանում ձեզ համար։ Իսկ ընդհանուր տրամադրությունը ել եմ ասում, սա հիմնականում անձնական հարաբերություններ էր վերաբերում։ Այժմ տեսնենք ինչ է սպասում խեցգետիններին հաջորդ շաբաթ, հունիսի 7-ից 13-ը։ Ինչ է սպասվում խեցգետիններին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ ճամպրուկային։ Սա փոփոխության եւ տեղափոխության բնակության վայրի կարտն է, հարգելի խեցգետիններ։ Միգուցե ուզում եք ճամփորդել, ուզում եք ինչ-որ տեղ գնալ, ուզում եք ինչ-որ փոփոխություն, եթե էլի տուն գնելու հետ կապված կամ տնից տուն տեղափոխվելու ինչ-որ հարց կա, տեղափոխության նաեւ, այո, բնակության վայրի փոփոխության։ Կարող է տուն չեք գնում, պարզապես այս վարձով տնից մեկ այլ վարձով տուն եք գնում, կամ ընտանիքից դուրս եք գալիս, գնում եք ուզում եք մենակ ապրել։ Այսինքն ինչ որ փոփոխության մասին է, ճամփորդության մասին է կամ տեղափոխության մասին է, բնակության փոփոխության նաեւ, բնակավայրի։ Այդպիսի տրամադրության մեջ կլինեք ամենայն դեպս։ Անձնական հարաբերություններում տեսնում սրտի տուս, շատ գեղեցիկ է։ Հարգելի խեցգետին, եթե դուք տղամարդ եք, դուք սիրում եք, սիրահարված եք, եթե դուք կին եք, ովքեր որ ինձ նայում են խեցգետինները, ապա ձեզ սիրում է ինչ-որ մեկը։ Անձնական հարաբերությունում սրտից դուրս, սրտի տզից լավ կարճ չէր կարող դուրս գալ։ Տեսնենք։ Ինչեր եմ տեսնում։ Այնքան սիրուն կարտեր, որ չեմ ուզում ոչ մի կարտ հանել։
Տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, տուզ, հաջողության կարտը, սա նշանակում է կայունություն տվյալ դեպքում, կայունություն, այսինքն ձեր կայուն, այսպես ստաբիլ, ինչպես են ասում, ամուրի կյանքը վերջանում է հարգելներս, պետք է թողնել այս կյանքը, մենակ կյանքը թողնում եք, կայուն, ձեզ համար հանգիստ, այսպես խարսխի պես ապրում եք, կվերջանա դա, դուք ուզում եք ամուսնանալ, եթե տղամարդ կա ուզում է ամուսնանալ, սա ամուսնության մատանն է, սա հաջողությունը եւ երկու ծաղիկները տեսնում եք, սա էլ տեսնում եմ սիրահարված տղամարդը։ Այսինքն, եթե խեցգետիներ կլինեն, որ ուզում են ամուսնության առաջարկություն անել, շատ լավ շաբաթ է, հավանաբար ձեզ չեն մերժի հարգելի խեցգետիներ։ Իսկ աղջիկներ, եթե դուք սիրում եք, սիրահարված եք կամ ձեզ սիրող տղամարդ կա, ձեզ հավանաբար հաջորդ շաբաթ ամուսնության առաջարկություն կանեն։ Շատ գեղեցիկ եւ հավանաբար ձեր սրտով կլինի, որտեղ հաջողության կարտը նշանակում է, որ ինչ էլ որ լինի, պատասխանը պետք է որ լինի դրական եւ տզերով տեսնում եք։ Իսկ այս կայունը կարտեղարը ին թող ձեզ չվախեցնի։ Դեպի դեպքում սա նշանակում է, որ միայնակ կյանքը միգուցե շատ հարմար էր, հանգիստ էր, վերջանում է։ Դες համար սկսում է շատ այսպես գեղեցիկ կյանք։ Ամուսնական կյանք։ Իսկ աշխատանքի վայրում տեսնում եմ 6-ը եւ աշտարակը։ Աշտարակը քանդվում է, այսինքն ինչ որ նպատակ, ինչ որ ցանկություն աշխատանքի վայրում կարծես թե չի իրագործվում։ Եթե աշխատանք եք փնտրում հաջորդ շաբաթ, միգուցե դեռ չեք գտնի աշխատանք։ Կամ մի շաբաթ կորոշեք հեռանալ աշխատանքից։ Կամ նաև կարող է լինել գործուղում, ուղղակի քանդվող աշտարակը մի քիչ չգիտեմ, մյուս մարտերը հանեմ կտեսնեմ, բայց ղարի 6-ով կարող է լինել, ձեզ գործուղման են ուղարկում պարզապես, այդպես էլ է լինում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, փորձենք հասկանալ այս բոլորը ինչ է նշանակում։ Առաջին դուրս եկավ հաջողության կարտը։ Այսինքն այստեղ ինչ որ ասեցի, աշտարակը քանդվում էր, ճանապարհը փակ էր, ինչ որ նպատակ, ինչ որ ցանկություն ունեիք աշխատանքի հետ, աշխատանք չէիք գտնում վաղուց, աշխատանք չունեիք, անգործ էիք մնացել, սա այդ աշտարակն էր։ Իրականում 6-ով տեսնում եմ հաջողության կարտը եւ ղարի 6-ը վերածվում է քյարպինջի 6-ի, ճանապարհը բացվում է։ Եթե մինչեւ որ աշխատանք չունեիք, հավանաբար մի շաբաթ կարող եք արդեն աշխատանքի դիմել եւ եթե դիմել եք, ձեզ հավանաբար կվերցնեն աշխատանքի, որովհետեւ սա հաջողության կարտ եմ տեսնում։ Շատ կարող է կտրուկ լինել իմիջիայլոց, շատ այսպես արագ կտրուկ ձեզ համար էլ կլինի անսպասելի, շատ հետաքրքիր մարդկանց հետ կաշխատեք, խնդիր կարող է լինել, որ դուք գործին ծանոթ չեք, միգուցե ինչ-որ նոր գործ, որ այս ասպարեզում դեռ երբեք չեք աշխատել, շատ բան կունենաք սովորելու, բայց կսովորեք եւ կհաղթահարեք եւ լավ էլ ֆինանսներ կունենաք։ Կան այստեղ տեսնում եք փորձառու եւ կանայք եւ տղամարդիկ աշխատանքի վայրում, ձեզ կսովորեցնեն, ձեզ այսպես կմասնագիտացնեն գործում, ելի եմ ասում, խնդիր կարող է լինել մի փոքր, որ դուք տեղյակ չեք գործին, բայց շատ լավ կլինի ի վերջո։ Եթե մի շաբաթ աշխատանքի առաջարկություն կանեն, անպայման ընդունեք։ Ես շատ հաջող եմ տեսնում։ Եվ վերջն է, սկսեց շատ լավ, վերջանում է շատ լավ։ Եվ լավ էլ ֆինանսներ կբերեն ձեզ կբերի այդ աշխատանքը։ Այ ֆինանսներում էլ եմ տեսնում, հասկանում եք, եթե աշխատանք չունեիք, աշխատանք չէիք գտնում ինչ-որ ժամանակ, հարգելի խեցգետիներ, դա նշանակում է, որ ֆինանսներն էլ էին կանգնած, չկա աշխատանք, չկա ֆինանսներ, բնականաբար։ Ուրեմն տեսնենք ֆինանսներում ինչ կասեն։ Շատ լավ կլինի։ Շատ լավ է, տեսնում եք ինչեր եմ տեսնում։ Խոչընդոտներ կային, ինչ-որ խանգարող հանգամանքներ կային, ես չգիտեմ, եթե խանգարող հանգամը աշխատանքի բացակայություն էր, որտեղ աշխատանք չկար։ Նախ մի շաբաթվանից էլ եմ ասում, շատ հաջող է, եթե աշխատանքի պետք է դիմեք կամ ինչ-որ մեկ առաջարկություն կանի, անպայման եղեք հետևողական եւ փորձեք հաջորդ շաբաթ ավելի այսպես ուժեղացնել ձեր որոնումները աշխատանքի հետ կապված, որովհետև գումարները կարծում եմ, որ խոչընդոտը գումարները չէին գալիս, որտեղ աշխատանք չունեիք, ինչ որ մեկի կամ գործերը կանգնել էին կամ ուղղակի գործը վերջացել էր, գործ չկար։ Ես հիմա տեսնում եմ, որ ծանոթով է ինչպես էլ որ լինի, դուք աշխատանք գտնում եք, ձեր սրտով է եւ հաջողության կարտ եմ տեսնում։ Եթե հաջողություն է աշխատանքը գտնում եք, ֆինանսներն էլ գալիս են, ընդ որում ֆինանսները կլինեն շատ ավելին, քան դուք կարծում էիք։ Լավ կլինի։ Իսկ եթե չնայենք այդպես, չնայենք աշխատանքի հետ կապված ֆինանսները, ինչ որ ֆինանսական հարց կար, ինչ որ ծախս ունեիք, ձեզ ինչ որ գումար էր պետք, տուն եք գնում, ճամփորդության եք գնում, մեքենա եք ուզում գնել, չգիտեմ ինչ եք ուզում գնել, գումար էր պետք, բայց չկար։
եւ ինչ որ խնդիրներ կային։ Ես այստեղ տեսնում եմ մասնագետ, որ ձեզ կարող է օգնել, խորհուրդ տալ, վարկ տալ, չեմ կարող ասել ինչ մասնագետ, եւ տեսնում երկու շատ հաջող կարտերը։ Եվ մարդինք շատ հաջող մարդը ձեզ շատ օգտակար կլինի եւ ձեզ հաջողություն է սպասում նաեւ այստեղ։ Ֆինանսներն էլ ամեն ինչում է շատ հաջող է։ Ես տեսնում եմ այս շաբաթ այս փոփոխությունը շատ մեծ փոփոխություն է սպասում որոշ խեցգետինների։ Նու բնականաբար սա բոլորին չի կարող վերաբերել, բայց այնքան լավն էին կարտերը, որ աստվածտա բոլորիդ է վերաբերվի հարգելներից, ովքեր որ այսպիսի հարցեր ունեին։ Եվ աշխատանք է գտնում, եւ ֆինանսներն են գալիս, եւ ձեզ ամուսնության առաջարկություն են անում։ Շատ գեղեցիկ շաբաթ է սպասում մեր հարգելի խեցգետիներին։